Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, երեկոյան ժամերին արդեն սկսվեց տարատեսակ լուրեր տարածվել, այսինքն հիբրիդը խոդի ընկավ նորից, սկսեց աշխատել ամենատարբեր վերնագրերով, մանիպուլացնող վերնագրերով, որ կրակոցներ են հնչում։ Իհարկե մարդկանց մեջ որոշակի անհանգստություններ սկսեցին երևալ, կրակոցներ էին հնչում Սյունիքի մարզում, հետո հասկանալի դարձավ, որ դրանք ուղղակի լսելի կրակոցներ են, որոնք որ իրականացվում են հարևան երկրում, այսինքն Իրանում, եւ Հայաստանի Հանրապետության տարածքում չի եղել ոչ մի կրակոց։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նույնպես հերքեց այդ լուրերը հետեւյալը գրելով, որոշ շրջանակներ մանիպուլացնելով մանիպուլատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանակներում։ Ուրեմն այո, Սյունիքի որոշ գյուղերից լսելի են եղել ձայներ, բայց դա Հայաստանի Հանրապետության տարածքի հետ կապ չի ունեցել, առհասարակ մեր զորքերի ու մեր ուղղությամբ ոչինչ չի եղել։ Բայց ինչ են անում, որևիցե լրատվական իհարկե sense բառացի չի գրել Հայաստանին են հարվածում եւ այն, բայց վերնագրերը բավականա որ մարդկանց մեջ առաջացնի որոշակի տագնապ։ Ես ուզում եմ այդ սրիկաներին հարցնել հետեւյալը. ձեզ այդքան շատ է պետք այդ լայքը, քան ժողովուրդը, այդ դիտումն է ավելի պետք, քան մեր պետությունը, եւ դուք այո, ձեր նմաններն են աշխատել եւ շարունակում աշխատել այս Տաշիր Սամոյա Քոչարյանա Սերժա Խռը, այս Թաթոյան Մաթոյան Ծառուկյան, այս բանի համար դուք ատում եք ժողովրդին, դուք զզվում եք հայ ժողովրդից ու ձեր ատելությունը մի անգամ չի որի ցույց եք դրել, մի անգամ չի, բազմիցս ամենակոպիտ արտահայտություններով եք վերաբերվել ժողովրդին եւ ձեզ սատարողները անգամ չեն էլ ցանկացել հասկանալ, որ որոշ դեպքերում դա իրենց նույնպես վերաբերվում է, չեն ցանկացել։ Գիտեք ինչու չեն ցանկացել, որովհետեւ կողքից ձեր դաստիարակությունն ու ստացած այլ լրագրողներ չեն եղել, որ վերցնեն ասել տես, բերեն մցնեն աչքը, հասկանում եք։ Այ դրա համար։ Եվ այո, այս ուժերը իրենց լրատվականներ, սա մեր հանրության որոշ հատվածի որակական հատկանիշներն են։ Եվ դուք ասում եք, միասնական Հայաստան, ուժեղ Հայաստան, ումով սրանցով տեսնես ամեն մեկը մի հատ մեծ հայքի քարտեզ, մեկը ծովից ծով Հայաստանի քարտեզ, չգիտես ինչեր, տեղադրի, այ սա է մեր իսկ այսպես բաներ են անում, то դուք տարրական վերաբերմունք չունեք 28000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայաստանի Հանրապետության իսկ կլորացած տիպում անում, ասում եք 29000։ Դուք չունեք այդ տարրական վերաբերմունքը, դուք չեք ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունը գոնե կայանա որպես պետություն, ամուր լինի որպես պետություն, դուք քաղաքացու պարտավորություն, պատասխանատվություն չունեք, դուք չգիտեք ինչա քաղաքացի լինելը, ինչա պատասխանատվություն կրելը։ Այս իրավիճակում դուք տեսեք ինչ է ստացվում, տեսնում եք արդեն, ես կարծում եմ, որ Իրան-Ադրբեջան լարվածությունը արհեստականորեն է ստեղծվում, ես այդ կարծիքին եմ առայժմ, գուցե սխալվում եմ, գուցե ճիշտ եմ ասում, չգիտեմ, բայց ինձ մոտ այդ տպավորությունն է, համենայն դեպս անգամ կադրեր կան, որ ինչ-որ միասնական արտադրության ԱԹՍ-ը ընկել այդտեղ, այսինքն ադրբեջանա-իսրայելական, բոլոր կողմերը հերքում են, սա նշանակում է, որ մի բան սարքվում է այնտեղ, ու եթե մի բան սարքվում է այնտեղ Թուրքիան է մտնում խաղի մեջ, Վրաստանն է հայտարարություն անում արդեն պաշտոնական, այսինքն մենք Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այստեղ, 4 կողմերը կռիվ է, բա կպել էիք վարչապետի կարկանդակ ուտելուն, բա մի հատ էլ ձեր պահվածքը նայեք, եւ այո, քաղաքական դեմքերի մասով անգամ կարկանդակ ուտելը կարա լինի քաղաքական ուղերձ, ինչով կարող են վարակվել նաեւ մյուս երկրների ղեկավարները եւ իրենք նույնպես նման բան անեն եւ արել են։ Ձեզանից որևիցե մեկը, երբ որ ռուսներն ու թուրքերը պայմանավորվում էին Արցախը հանձնելու շուրջ,
Ձեզանից որևիցե մեկը Պուտինի ու Էրդողանի համատեղ մարոժնի ուտելը չէր նկարում ու կծում համացանց։ Իսկ այսօր վադրությամբ 4 կողմը պայթունավտանգ վիճակա, իրենք նստել են հայ ժողովրդի մեջ տագնապ են ուզում հասունացնել, դեռ ասում ես, որ դուք հիբրիդ եք, դուք գործիկ եք, բա, այս ինչեր եք խոսում, այս իշխանությունները վախենում են մեզանից, ապուշ խոսում են արձագանքում ես, դառնում է, որ վախենում ես իրենցից, չես արձագանքում, դառնում է, որ դու ես ավելի ես վախենում, որ չես արձագանքում, ուրեմն իրենք ճիշտ էին ասում, էլի, դա է ձեր մաքսիմումը քաղաքականությամբ զբաղվելու, այլից դրա համար էլ մեր պետությունը վերածված է եղել ծայրագավառի, որովհետև ձեզ նմաններն են, դարերով ի վեր անգամ, միայն դուք չէ, դարերով ձեզ նմաններն են հիմնականում փորձել հայկականությունը կառավարել, այդ դրա համար ենք այդ օրը ընկել, 100-ամյակներով, Այսօր հեշտ է անուններ կպցնել, բա իհարկե հեշտ է, ես մի հատ այս թեմայով ընթերցեմ Սոպա Սաֆարյանի գրառումը, էլի, կարդում եմ որոշ գրառումներ, վերլուծություններ, Նախիջևանում դրոնային հարվածների կապակցությամբ Իրան-Ադրբեջան լարվածության կապակցությամբ ուրախության եւ հույսի նոտաներով ու ուզում եմ հասկանալ, թե որտեղ են նման հայրենակիցները կրթություն ստացել, որ դիսցիպլինի շրջանակներում են համոզվել որ դիսցիպլինի շրջանակներում են համոզվել ու որ հասարակագետներն են նրանց համոզել, որ Երևանից 5 կիլոմետր հեռավորության վրա, ապա Հայաստանի հետ սահման ունեցող երկու երկրների Ադրբեջանի ու Իրանի միջև պատերազմի հրդեհի բռնկումը բխում է մեր շահերից։ Եթե սրան էլ ավելացնենք Վրաստանի տարածքով Հայաստանի հյուսիսին շատ մոտ անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեհիան նավթամուղի հետ կապվող միջադեպն ու պատերազմում ներգրավված երկրների շարքում ավելացնենք նաև Վրաստանին, անգամ Թուրքիան Նախիջևանի պաշտպանության մասով իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ապա հարց է ծագում, թե այդ մարդիկ իրենց այդ ինչ կոմֆորտի մեջ են զգալու 4 կողմից բռնկված հրդեհի օղակի մեջ, եթե անգամ Հայաստանին հրաշքով հաջողվի դուրս մնալ դրանից։ Նույն Նախիջևանով անցնում է Հայաստանի ապաշրջանափակման հեռանկարը ու ուրախանալ, որ դա սպանվելու է, ուղեղում չի տեղավորվում։ Ու այսպես շարունակ, ուզում եմ հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են նրանք հույսեր կապում նրա հետ, որ դրանից Ադրբեջանի ու Թուրքիայից մեծ կտորը մնալու է ականջը։ Ու Արևմտյան Հայաստանն ու Արցախը ընկնելու են մեր գիրկը, կամ միգուցե այդ մարդիկ արդեն մեծականակ նվաճողական զերքեր են պատրաստել կրակի միջից մեր շագանակները հանելու համար։ Ինչ որ մեկին ատելը կամ թշնամի ընկալելը ու նրա ձախորդություններից ուրախանալը դեռևս երաշխիք չէ, որ նրա դժբախտությունից դու երջանկանալու ես։ Այդ մարդիկ որ բուն են ավարտել, չես հասկանում, ոնց են պատկերացնում, թե կույր ատելությունից շահելու ենք, հասկանալի չէ։ Այն ռիսկերը, որ ստեղծվել են մեր հարավանությամբ, կառավարել են պահանջում։ Նստած ամեն մեկը ու ինչ լավ է, հեսա էսի խփես նրան, էնի խփես նրան։ Ու հեսա կարող է նես լինի մի ամիտ բանա, Արցախը ազատագրվի, մեկը ազատագրել բառն էր գրել, նայեք, մեկը գրել էր, միտք էր մի հատ գրել է Իրանը կարող է մտնել եւ ազատագրել Նախիջևանն ու Արցախը, ազատագրել բառն է օգտագործել, այսինքն իր այդ մի հատ բառով Նախիջևանն ու Արցախը արդեն Ադրբեջանից վերցրել տվել է Իրանին։ Ու ինքը դրանով ուրախ է, ինքը հայրենասեր է, գործ արեց, փրկեց։ Փրկիչ է ինքը։ Լավ, էս որտեղից է գալիս։ Չես հասկանում եմ, որ տասնամյակներով ռազմավարություն է կիրառվել, որպեսզի Հայաստանի Հանրապետության ամենափայլուն մտքերը հեռանան Հայաստանից, գիտնականները հեռանան Հայաստանից, քաղաքգործիչները հալածվեն ու հեռանան Հայաստանից, եւ Հայաստանում փակվեն դպրոցները, բուհերը վերածվեն փող աշխատելու մեքենաների, չգիտեմ, այն բան, որ
չենջերում դրվում է, փողը թափ։ Այսպես բաներ եք վերածե, որ ունենակ այս հասարակությունը, որ կառավարելի լինի, որ քիչ տանեք, մցնեք այնց տեղեր, դարձնեք ծայրագավառ, մարդիկ չհասկանան, թե ոնց դարձավ։ Ես այս ամբողջը հասկանում եմ, բայց լավ, արդեն մի քանի տարի է ժողովուրդ, մենք ունենք պատուհաններ են բացվել, մենք ունենք հնարավորություններ այդ ամեն ինչը շտկելու, չէ որ գիտակցում ենք, չէ որ զգում ենք, որ դա այդպես է։ Լավ, ես ինչ վերաբերմունք է սեփական պետության հանդեպ, սեփական ով լինելու հանդեպ, ես ինչ վերաբերմունք է։ Ինչի համար չբացել երկու հատ փաստաթուղթ կարդալ ինքնուրույն։ Ինչի համար չդնելու, գիտեք ինչ, ես անկեղծ եմ ասում, 20 թվականի 44 օրյայի ընթացքում եւ նրանից հետո որոշ ժամանակ ես ինքս դեռևս չգիտեի ուշադիր չէ եղել թե ինչ փաստաթղթեր, ինչ բանակցություններ են, իրականում ամեն բառի տակ ինչա թաքնված եղել։ Ինքս չէի հասկանում։ Մինչև որ ոչ թե ես թույլ տվեցի ինձ սովորացնեն այս լրագրող կոչեցյալները սրա նրա փեշը պահելով, որովհետև իրենց տեսանկյունից են ինձ ներկայացնելու։ Իսկ ինչ ճշմարտություններ պետք։ Այլ ինքս խորամուխ սկսեցի լինել։ Ինչի համար որովհետև ես զգում եմ խորամուխ լինել ոչ թե միայն գիտելիքի առումով, բացը լրացնելու առումով, այլ նաև վերականգնելու համար իմ պատասխանատվությունը իմ պետության հանդեպ։ Որովհետև ես գիտակցում եմ իմ մեղավորությունը այդ ամեն ինչում, այո այդ պարտության մեջ, իմ որպես քաղաքացի, անպատասխանատու քաղաքացի։ Եվ ես չէի կարող այլևս դա թույլ տալ։ Երբ որ ասում եմ ես ինձ նման բազմաթիվ քաղաքացիների նկատի ունեմ։ Եվ որպեսզի թույլ չտալ, պետքա լինել գիտելիքով հարստացած, պետքա ուսումնասիրես, պիտի իմանաս, հասկանաս, ճանաչես։ Միայն զգացմունքներով անհնար է գնալը։ Ասեմ ավելին քո զգացմունքները կարող են կառավարվել այլոց կողմից։ Եվ դու ինքդ էլ չիմանաս դա։ Բազմաթիվ են նման քաղաքացիները։ Բազմաթիվ։ Եվ մենք դա թույլ ենք տալիս։ Թույլ ենք տալիս շարունակելով ինքնուրույն խորամուխ չլինել։ Բացեք հերթով կարդացեք բանակցային գործընթացները, փորձեք ամեն բառի իմաստը, դիվանագիտական իմաստը փորձեք թարգմանել։ Առաջին 1, 2, 3, 5 փորձից կսխալվեք բնականաբար, բայց ամոթ չի դա։ Ամոթա ոչինչ չանելը։ Եվ այսօր 2026 թվականին կանգնել խոսել այսպիսի բաներից, երբ որ լավ չի կարելի։ Քո պետության մեջ ընդդիմադիր կոչվածներից վեր են կացել, գնացել են բան, Իրանի դեսպանատուն, իրաց քաղաքական գործունեությունը իրանք, հարցը դա չի։ Ծառուկյաններ, ես շատ գիտեմ ընդեղ Աշոտյան բան, մի խոսքով գնացել են, ընդեղ մեկն էլ կա առհասարակ, ասում գնամ տեղում դիվիզիա հավաքեմ, կորպուս հավաքեմ, մարտնչեմ չգիտեմ ում դեմ, ես չգիտեմ ինքը Արցախում հավաքեց այդ կորպուսը ու մարտնչեց Ադրբեջանի դեմ, թե ոչ, ես դա եկեք թողնենք էլ, ես չեմ ուզում որ ոչ մեկի անցած ճանապարհը դնել Արցականի տակ, բայց ի՞նչ է դա նշանակում։ Դուք ուսումնասիրությունների արդյունքներ ունեք, հարևան Իրանում ինչ է կատարվում, հանրության շրջանակներում շոշափել եք, ինչ տրամադրություններ են։ Դուք Իրանի կողքին եք, Իրանի ժողովրդի կողքին եք, Իրանի կառավարության կողքին եք, թե ոնց, սրանք տարբեր բաներ են, բոլորը, ամբողջը։ Չէ, ես չեմ ասում պետք չի ոչինչ անել, ամեն դեպքում գործընկերներ են, նրանց կառավարությունը մեր կառավարության գործընկերն է։ Բայց աչքներիս առաջ է Իրանի հանրության տրամադրությունները։ Հիմա այնտեղ եթե ներկայացնելու են, որ Հայաստանը տեսեք, բանա, Հայաստանում սատարում են մեր կառավարությանը։ Ընդ որում Իրանի կառավարությունը այդ խնդիրը ունի, հանրությանը ցույց տալու, որ ինքը աջակցություններ ունի։ Ոչ ոք չի շեշտելու, որ աջակցումը մեկը, ով 1% բան չունի, հանրության վստահություն չունի, եւ աջակցումը այն մյուսը, ով 2% վստահությունը չունի, կամ ընդամենը այդ ունի։ Այնտեղ այդպես չեն ներկայացնելու,
Դուք ինչի եք Իրանի ժողովրդի առաջ կասկածի տակ դնում մեր բոլորիս վերաբերմունքը։ Գործընկերները գործընկերներով թող իրանք հասկանան ինչ են անում, իսկ հանրությունը մենք բոլորս շատ լավ գիտենք, չէ՞ որ Իրանում տասնյակ տարիներով եղել են բան, սանկցիաներ են եղել, այդ ժողովուրդը տանջվել է։ Եվ ցանկացած ժողովուրդ, որը որ կրում է նման տանջանքներ, այո, ես չեմ ասում ուրեմն կառավարությունը նրանց թշնամին է, ոչ, բայց դա կառավարության ձախողումն է։ Եվ դրա պատասխանատվությունը կառավարիչների վրա է, դա այդպես է։ Ինչ-որ նոր բան եմ ասում։ Ես սրանով ոչ պաշտպանում, ոչ էլ թշնամանում եմ Իրանի այսօրվա կառավարությունը, չգիտեմ, այնտեղ շատ է բաներ փոխում, ոչ էլ ցանկանում եմ մտնել այդ դաշտ։ Որովհետև այնպես ինչպես մենք ենք ընկալում, տեսեք, տարբեր մշակույթներ են, որքան էլ որ մենք պատմական ընդհանրություններ ունենք, ամեն դեպքում մենք տարբեր մշակույթներ կրող ենք։ Գումարանք սրան, մենք Հայաստանի Հանրապետությունում պիտի ընդունենք, որ ավելի շատ մոնոէթնիկ ժողովուրդ ենք, այսինքն հիմնականում հայեր են ապրողները, իսկ Իրանում տարբեր շերտեր կան հասարակական։ Դուք ինչ եք մտել այդտեղ փորփրում։ Ում դեմ եք փորփրում այդ ամեն ինչը։ Ինչ Ծառուկյանը պատրաստվում է մի 20 հատ դորջարել բան ուղարկի, Իրան ուղարկի, հա, ուղարկեք։ Նրանք էլ նկարում իրաց մոտ ցույց են տալիս։ Տեսեք, մենք ունենք աջակցություն բան։ Ձեզ չթվա թե ժողովուրդը այնտեղ, վայ մեկ էլ սկսեց պաշտպանել իրենց կառավարությանը։ Այնտեղ ամեն ինչ շատ խառն է, զգացմունքները հախուռն են։ Միանշանակ ոչինչ չի կարելի ասել։ Այն որ Իրանի ղեկավարները դուրս եկան կոչով ու երբ էր որ բանի կառավարության կողմնակիցները դուրս եկան հազարներով լցրեցին մի հատ տարածք, դա չի նշանակում որ դա ամբողջ ժողովուրդն է։ Այդ դուք էլ դուրս եք եկել ռուսական դրոշներով հանրապետության հրապարակն եք 60%-ով լցրել։ Դա ինչ նշանակում էր ամբողջ հայ ժողովուրդն է։ Ժողովրդի մեծամասնությունը այո սպասում է։ Այո, նաև աղոթում են։ Իսկ գիտեք, այդ դպրոցին հարվածելը, որը դուք գիտեք մեդիա պատերազմներ են, ոնց կարող եք, ձեր իբր ունեք փորձ, իբր ունեք օգնականներ, այ մարդ, այնքան ենք ուսումնասիրել աշկերտներից մեջ, ոնց որ բռով ավազ լցված լինի, դուք դրա կարիքը չունեք, կողքներդ 5 հոգի նստած առավոտի ծիրիկուն կարդում ձեզ ասում են, թե ինչ կա, ինչ չկա։ Հիմի այդ բոլորը շատ լավ գիտակցելով ժամանակակից պատերազմների ձևը ու մեդիայի կարևորությունը այդտեղ։ Բա ոնց եք տես միանգամից վստահ պնդում, թե այդ դպրոցին հարվածել է Իսրայելը։ Ոնց եք վստահ պնդում։ Չէ, ես չեմ պնդում, թե դա Իրանում հենց իրանական կողմն է դա սարքել, որպեսզի կարողանա ժողովրդի մեջ բան մտցնի, ինքը շատ լավ գիտի, չէ՞ իր ժողովրդի տրամադրությունները, նորա մի 30,000 մարդ սպանել ըստ լուրերի տարբեր։ Պաշտոնական թիվ անուններ ես չգիտեմ, կան թե չկան, ամենայն դեպս եթե կան էլ մենակ պարսկերենով են երևի, դրա համար չենք կարողանում ծանոթանալ։ Ամեն դեպքում կա այնտեղ լուրջ բան, ազդեցություն եւ հակազդեցություն։ Ինչի համար է քիթներդ մցնում այդ դաշտ։ Դուք չգիտեք, որ կարող են լուրերը նայած թե որ ախր ինքներդ եք տիրապետում էլի այդպիսի կանալների։ Որ դիտանկյունից պետք է այդ կողմից է տիրաժավորվելու։ Ինչ եք մտնում մատի ու մատանու արանքը։ Պետությունը, ինչ որ պետք է, դա էլ ասում է իր գործընկերներին։ Աշներիդ առաջ արախչին հարություն առավ։ Հայտարարվել էր, որ մահացած է բան։ Դուրս չեկավ։ Պարզվեց ողջ է։ Բա Աշոտյան ասում էր, այ ինչու են ուշ հայտարարություն անում, որովհետև այնտեղ բաներ կա պիտի հաստատվի։
Հիմի բա որ ցավակցած լինեին Արաքչիի ընտանիքին։ Ինչ էր դառնալու։ Միջազգային սկանդալ կամ խայտառակություն, ճիշտ է։ Բայց ինչին էիք դրթում։ Կառավարությունը ոնց պետք է ուղղությամբ աշխատում է։ Կարակ ձեր աջակցությունը հայտնեք, որովհետև սա պետական անվտանգության խնդիրներ էլ կարող են առաջանալ։ Ձեր աջակցությունը հայտնեք մեր պետության համար գոնե, այս իմաստով աշխատելու եւ օգտակար լինելու, չէ, գնացեք շարունակեք ԵԽԽՎ-ում սրա նրա բանը քարտերը գողանալ, որ հանկարծ մենք այնտեղ մեր ներկայությունը այնտեղ ակտիվ չլինի։ Դաշնակ Լիլոյին ասեք, ինքը ձևերը գիտի, ձեզ կասի։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք, ու որպեսի հանկարծ բան չմնա, մարդկանց մեջ մութ չմնա, հիշեցնեմ, եւ այո, ժամանակ առ ժամանակ կարծես հիշեցնելու կարիք է առաջանում, որ դաշնակցական Լիլիթը պատգամավոր Հայաստան դաշինքի գողացել էր քվեարկության ժամանակ գողացել էր քարտը, որ հայկական պատվիրակության ղեկավարը չընտրվի ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Սա հեշտ մեր պետության դեմ քայլ չի եղել, չէ՞, ինչ պետության դեմ։ Ոնց, ոչ, դա հայրենացի կարևոր է գողությունը բան, Յարխուշտայի տակ է արել։ Վերադառնանք մեր ներքաղաքական վիճակ, ուրեմն միջազգային հեղինակավոր կառույցը հարցումներ արել ու բավականին հեղինակավոր կառույցը հիմնականում իրենով առաջնորդվում են, որ կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի։ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով քաղաքական ուժերը ստացել են հետևյալ տոկոսային հարաբերությունները։ Քաղաքացիական պայմանագիր 29%, մեր ձևով 11%, Հայաստան դաշինք, այդ մեր Սամվել, նարեկ, 11% են ասում։ Ինչ-որ մի 38% նկարել էիք, գելափով էր, թե որով էր։ Հայաստան դաշինք 4%, Բարգավաճ Հայաստան 2%, Հայաստանի շնորհապետական կուսակցություն 1%, Վարդան Ղուկաս, սրան պիտի չկարդա երևի 1%, Միասնության թևեր կուսակցություն Թաթոյան 1%, Հանրապետություն կուսակցություն Արամ Զավենի Սարգսյան 1%։ Այլ ընդեղ կա նաև այլ 4%, որ հանկարծ ոչ ոք չեն որոշել, դժվարանում են պատասխանել 28%, ինչի վրա էլ հենց կռիվը գնալու է։ Հրաժարվել են պատասխանել 11%։ Այս հրաժարումների մեջ ես մոտավորապես հասկանում եմ, թե ովքեր կան հիմնականում, էլի չեմ ասում բոլորը։ Այսպիսի պատկեր ունենք այս պայի դրությամբ և մոտ 90 օր 3 ամիս ժամանակ։ Հիմա պիտի գնա քաղաքական պրոցեսներ, ներքաղաքական պրոցեսներ, որոնք որ պիտի մեր Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրը փորձեն ներկայացնել ինչպես են պատկերացնում։ Նայում եմ, ուրեմն Նարեկ Կարապետյանը դա գյուղերով շրջում է, հասել էր, չգիտեմ, կարծեմ Արմավիրի մարզում էր, որտեղ լրագրողներն էլ դե վճարված հետևից գնում են, նայեք, լավ, միջև հլա այդ, այս 11%-ի մասին։ Այդ տեսեք մենք որ հասարակությունն ենք, ցանկացած պահի, կարա մի հատ հարուստ մարդ գա Հայաստան, դուրս գա պետության, ասենք թե իշխանությունների դեմ, կամ են մյուսի դեմ, կապ չունի, ու ռեսկի ունենա 11% առնվազն ձայն։ Ու այդ մեկը ով ասես կարա լինի, մենակ թե փողը շատ լինի, վարձու լինեն լրագրողներ, կարողանա գրավի
հայատներից, ջահելներին, բաման, վերջ, նու փողը լինի մի խոսքով, այդ ամեն ինչը փող արժի։ Բեմեր հավաքվեն ստեղ, ընդեղ, երաժշտությունը գրվի, դպցս, բանսս, տրամադրություններ, վերջ։ Այս սա մեր, ու այս 11%-ը ամենայն հարգանքով։ Տեսեք, ես են 4%-ին չեմ ասում, նեսա կասեմ ինչու չեմ ասում, այս 11%-ը մի հատ չի ասում, օրինակ, այդ կուսակցությունից ում է ճանաչում, ում քաղաքական գործունեությանն է երբևէ ականատես եղել, ում է վստահում, ովքեր են նրանք, ում է վստահում, չէ, ես սա չեմ ասում բացասական, ձեր գործն է, բայց այս մարդիկ, ես ոնց նայում եմ, առաջին դեմքերը առնվազն, ոչ մեկ էլ քաղաքականապես են, նոր դեմքները ճանաչում ենք, ինչ-որ շատ լծված է, լուսաբանում են, ու արդեն 11%-ը պատրաստ է ձայն տա։ Ահա ինչ հեշտ է խաբելը։ Ընդամենը արժեք ունի։ Ու վերջ։ Հասկանում եք։ 11%-ը մեր հանրության, կարծում է, որ, ինչ նորմալ է, որ սահմանադրություն ոտնահարվի։ Նորմալ է, որ մեր սահմանադրությունը մինչև մի բաց է ունեցել, ու իր ղեկավարը լինի իր երկրի քաղաքացի։ Գիտեք ինչու, որովհետև մենք քաղաքացիության կարևորությունը չենք ըմբռնում։ Ու ինչ ասում Նարեկ Կարապետյանը, ասում է, հա դե որ ընտրվի, կհրաժարվի են երկուսից։ Իսկ եթե չհրաժարվի, ինչ ենք անում։ Թազա ընտրություններ ենք անում, նորից ենք սկսում, ասենք չի հրաժարվում, կամ հրաժարվում է, լավ, բայց դա վերաբերմունք չի սեփական բանին, դայք, երբ որ դու դառնում ես մի երկրի քաղաքացի, թեկուզ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դու հպատակության երդում ես տալիս, չեմ ասում այդ երդումը տեքստ է, ու ասում ես հորս արև, չէ, դա այդպես է, դա ինստինկտյան այդպես է, երբ որ դու երկրորդ քաղաքացիությունն ես ստանում այլ երկրում, դու այդ երկրի նույնպես հպատակության երդում ես տալիս, երբ որ դու երրորդ ես ստանում, երրորդում նույնպես, այսինքն դու տվյալ երկրի հպատակն ես, տվյալ պետության հպատակն ես, քաղաքացին ես, դու այդ երկրի հանդեպ ունես պատասխանատվություն, դու այդ պետության հանդեպ ունես պատասխանատվություն, քաղաքացի ես, չէ որ ամեն պետություն ունի սահմանադրություն եւ ամեն սահմանադրության մեջ հստակ ձևակերպված է, թե պետությունը ինչ իրավունքներ ունի, ինչ արտոնություններ ունի եւ քաղաքացին ինչ իրավունքներ, ինչ արտոնություններ եւ ինչ բան ունի, պարտադիր պատասխանատվություն, պարտադիր կատարման ենթակա բաներ, որոնք չկատարելու դեպքում քրեական կամ քաղաքացիական տուժի ու բանի ես ենթարկվում։ Հասկանում եք լոգիկան։ Հիմա այս մարդը ունի եւս երկու երկրի առնվազն քաղաքացիություն։ Եվ կրում է պատասխանատվություն։ Պարտավորություն։ Օրինակ, տարական օրինակ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ասում է, որ պատերազմական իրավիճակի ժամանակ բոլոր 18-ից 55 տարեկան տղամարդիկ, տղաները պարտավոր բառն է գրած։ Ու գրածա թե ինչեր անեն։ Այսինքն պիտի ներկայանան, պիտի սպասեն մինչև իրենց կանչեն եւ իրանք պիտի այդ կանչին արձագանքեն, պարտավոր են։ Չէ, օրենք ես խախտում, գնացիր դու, քրեականով է ինչով է, պարտավորության մասին է, սա։ Հիմա այդ նույն պարտավորությունից, այդ նույն սահմանադրությունից օրինակ ունի նաև Ռուսաստանը եւ Կիպրոսը։ Ոնց ենք անում։ Եվ 11%-ը ասում է, ինչ անենք։ Սա վերաբերմունք է։
սեփական պետության, սահմանադրության եւ ամեն ինչի դեմ ուրիշ ժամանակ թողնեք, ասեք Թուրքի հրահանգով սահմանադրությունն է փոխում։ Բա դուք ում հրահանգով եք սեփական պետության սահմանադրությունը ցանկանում ոտնահարել։ Այն որ Թուրքի հրահանգով չի, հարցը չի, այդ դելը դնենք մի կողմ, քննարկման անգամ քննարկման բանել չի, որտեղ սպառել է այդ սուտ կեղծ օրակարգը իրան։ Դուք էս ինչ բանով եք անում։ Որտեղ եք պատասխանատվություն կրում, որ այս սրան եք գնում։ Սա ամենահասարակ բանն է։ Դուրս է եկել ասում է բանը։ Գյուղատնտ մի կողմից խոսում է գյուղատնտ, դե ինչքան խնդալու բանա խոսածել արդեն էլի բարձրաձայնել ենք։ Բայց այս 15%-ը ինչ պետք է չի։ Ինքը այդտենց լուրջ չի վերաբերվում պետությանը։ Հիմա էլ խոսում է բաներից։ Գյուղատնտեսությունից, մթերման կայաններ կառուցեիք։ Կառուցեիք, նարեկ, ինչի՞ չեք կառուցել։ Ինչի, հոպարդ, հայրդ, ինչի՞ չեն կառուցել։ Սկսենք այդտեղից, 1։ Երկրորդ, մի կողմից խոսում եք ջրի մասին, գիտեք ինչ, ըստ Նարեկի, այս հարգելի 11%-ին եմ խոսքս ուղում, ըստ Նարեկի Հայաստանում ջրի խնդիր չկա, կա կառավարման խնդիր, okay. Ընդեղ Արփինե Հովհաննիսյանն էլ է այս վերջերս ակտիվացել, բոլորը խոսում են, որ կա կառավարման խնդիր, հենց իշխանությունն է խոսում, որ կա կառավարման խնդիր, թիրախավորվում է։ Այն մարդիկ էլ են խոսում, որ կա կառավարման խնդիր։ Իշխանությունն էլ է ասում, որ ջուր կա։ 3 կառավարության հարց ու պատասխաններ, 2 առաջորդներ։ Բայց ջուրը կա, հողը կա։ Ջրային ռեսուրսի կառավարման խնդիրը կա նաև։ Всё։ Սրա կա, էս ինչ է ասում։ Հետո այն մյուսն էլ դուրս է գալիս, մատնանշում է այդ խնդիրները, հա, բա հետ է ասում մարդը, բայց կներեք, վիոլյա ջրի հետ, ջրային, չէ, չնայած վիոլյա ջուրը այդտեղ կապել չունի կարծեմ, ջոնա, չէ, ջոյում, եթե կան այդ խնդիրները ոնց պիտի լուծվեն, կամ երբվանից սկսած պիտի լուծվեին։ Դուք պայմանագիր եք ստորագրել, տվել եք կառավարման։ Լինելով իշխանություն, դուք ձեր պարտավորություններն արդեն իսկ չեք իրականացրել։ Բացի թողի վիճակում է եղել։ Այնտեղ էլ այդ մարդիկ անընդհատ ասել են, որ կա այս խնդիրները։ Հիմա կամ լուրջ այդտեղ աշխատանք կա պետք, իմիջիալոց իշխանությունը հենց այդ ճանապարհով է գնում։ Դուք ասում եք չէ, հիմա այդ որ բանա, այգիները, այդ կաթիլային ոռոգում, ինտենսիվ այգիներ, Նարեկ ջան, այդ որ գնացել ես, նկարում ես, էդի հորդ կառավարման վաղթա ստեղծվել, թե հորողբորդ ընկերոջ։ Որ մեկի ժամանակ է դա ստեղծվել, որքան ես եմ տեղյակ ներկայիս իշխանության, որովհետև ներկայիս իշխանությունն էր ամեն գնով խրախուսում կաթիլային ոռոգումները։ Անցնել կաթիլային ոռոգման։ Խրախուսում պետական ծրագրերով, պետական միջոցներով ընդհուպ միջև։ Իսկ գիտեք ինչ եք անում դուք։ Հուշեմ ինչ եք անում։ Ծաղրում եք։ Ես դեպքը պատմել եմ, մի հատ էլ պատմեմ, հիշեցնեմ։ Ուրեմն գնացել եմ Արմավիրի մարզ։ Չեմ հիշում որ գյուղն է, ինչ որ բան է լուսաբանում իմիջայլոց, կակրած։ Այս ջրի հետ կապված։ Եթե չեմ սխալվում, Քարակերտի թեմաներ դա։ Ջրամբարը կա, հողը կա, այգին կա։ Ջուրը որ իջնում է, ջրի կորուստը շատ մեծ է, որովհետև խողովակները ամբողջը ջարդած տրակացրած, բարի տված։ Ով որտեղից ինչ վեննա ուզել մտել է։ Մի խոսքով։ Այս ամեն ինչը լուսաբանում ենք, որ դա խնդիր է, անգամ մարդը առաջարկներ ուներ։ Անգամ ծախսի տակ մտնելու առաջարկներ ուներ։ Միայն թե ջուրը չկորի, որովհետև իրականում ինքը մուծում է այն ջուրը, որը որ ոչ թե հասել է իրեն, այլ որը որ իր համար բաց է թողնվել վերևից։ Այսինքն ինքը հավելյալ վճարում է, բացի ջրի կորուստը, ունի նաև հավել վճարելու տեղ, իրան օրինակ պետք է 50 հեկտար այգին ջրելու համար այսքան ջուր, այդքան ջուրը բաց է թողնվում,
օրինակ, անգամ լավագույն դեպքում։ Հասնում է տեղ դրա կեսը, բայց ինքը վճարում է այնքան ինչքան բաց։ Ինչ որ էս տիպի խնդիր էր։ Ու այդ դրանից մի 2-3 օր առաջ նոր էր եղել կառավարության նիստ, որտեղ որ վարչապետը հայտարարել էր, որ եթե մարդիկ իրենց տնամերձ հողում կամ իրենց այգում, որը որ բան է, ասենք խառը տենց ծառերա տնկած վաղուծվա եւ այլն, ասենք էֆեկտիվությունը այն չի։ Եթե որոշում կայացնեն այդ ծառները հանել, պետությունը նրանց կտրամադրի սերտիֆիկացված ծառեր, իրենց որակական դրական հատկանիշներով, կքաշի կաթիլային ոռոգման համակարգը եւ անգամ եթե չեմ սխալվում, սկզբնական շրջանում վճարումները կվերցնի իր վրա։ Որ իդեալական մի հատ առաջարկ արել էլի, չէ՞։ Ես պատկերացնում եմ գյուղում ապրող մարդ եմ, դες մի հատ էլ փոքր այգի ունեմ տան բակում, ես վստահաբար կգնայի այդ ուղղությամբ։ Այնտեղ գյուղացիների հետ շփվում ենք ճանապարհին, այս կողմ, այն կողմ։ Նայում եմ ինչ որ դժգոհ են, ասում եմ ինչ է եղել տղերք։ Բա գնել ջան ասում է։ Բա խիա վարչապետը ասում, ձեր այգիները քանդեք, ուրիշ ծառեր տնկեք։ Ասում եմ, հա, ասում եմ, ուզում են գան այգիները քանդեն մեր։ Ասում եմ, ինչ ես ասում։ Բա տես բան է ասել, ու այնտեղ երևի գյուղապետերով բանով էտ է հասել ականջներին, էլի։ Չէ, կարծեմ Քարակերտի թեման չէր, ուրիշ թեմա էր։ Լավ։ Այնքան տես լուսաբանումներ եմ ունեցել, ինքս էլ մոռանում եմ, ներող կլինեք։ Ամեն դեպքում այդ խոսակցությունն է գնում։ Առաջ եմ ձեզ ցավ տանում, հեսա կառավարության նիստը։ Բացել եմ, դրել եմ, ասում եմ լսեք ինչ է ասում։ Սոս լսին։ Հա, լավ բան է ասում, բայց մեր ասածը ուրիշ է, ասում եմ, բա հենց այդ է վատը, որ ձեր ասածը ուրիշ է, ու այդ ձեր պատկերացած ուրիշը վերագրում եք ստեղ։ Իրանք հասկացել են, որ առհասարակ ընդ խաղողի բաղեր ունեն, բան ունեն, ամբողջը պիտի քանդեն, որովհետև իշխանությունն ասում է քանդեք, ուրիշ ծառեր տնկեք։ Նայեք ինչ է գնացել հասել տեղ։ Այս արանքը կառավարությունից մինչև քաղաքացի, այս ճանապարհը ոնց պիտի հասնի ծրագիրը, ոնց պիտի հասնի առաջարկվող ռազմավարությունը, որտեղ քննարկումներ կարելի է ծավալել, որտեղ կարելի է ավելի լավը դարձնել այդ ծրագիրը կամ հուշել, որ այնքան էլ լավ ծրագիր չի, այդ ճանապարհն է, որ պիտի անցնի կառավարության նիստից դեպի գյուղացին։ Այս ճանապարհը խցանված է, 1000 տեսակ թշնամի, դուշման, դաշնակ, չգիտեմ, լրագրող, ես շատ գիտեմ ինչ, կանգնած են գյուղապետ, բան, 100 տարվա եսի մինչեր, ցես կանգնած են, ուսուցիչ, բժիշկ, բան, ինչ ասես, զոքան, ջաներ, կանգնած են ու խցանում են ստեղծել։ Դրա համար այստեղ կառավարությունը ասում է մի բան, հասնում է այնտեղ լրիվ ուրիշ բան։ Կամ ինչ ենք հեռու գնում, նույն եկեղեցիների թեման, վարչապետն ասել է, որ չուլան է դա, եկեղեցին չուլան է, ասում որտեղ է ասել, բա դուք չեք լսել, որ ասել է, բացում նայում ես, այդ մարդը լրիվ ուրիշ բան է ասում, կանչել է ԿԳՄՍ նախարարին կառավարության նիստի ժամանակ, ասում մի քանի տեղ այցելել եմ, մեր եկեղեցիները վերածել եք չուլանացված ոնց որ լինեն, Մեկ նորմալ պետք է մաքրել, նորոգել եւ այլ ընդ որում ասում է ԿԳՄՍ նախարարին, այսինքն վերաբերել է դա այն հուշակոթողներին, որոնք որ պետության պահպանության տակ են։ Չէ, ասես եկեղեցին դա չուլան է։ Դա նեռն է։ Սենց սկսան արդեն գնաց։ Էլի, որովհետեւ այս ճանապարհը ստեղից միջև ստեղ խցանված է։ Այդտեղ էլի անկախ նրանից այնտեղ արդեն գալիս են սրբազանների դասը, մեկ այլի զոքան ճաներ սիրու ամեն ինչը կա։ Նույն հերթականությամբ։ Հիմա գնացել կանգնել, ասում է, բանը, մեկ մթերման կանել, բա այդ այգիներ եթե հիմնեն, ինչով են ջրելու, Նարեկ ջան, մի հատ կարելի է իմանալ, ինչով են ջրելու, ջուրը որտեղից է վերցվելու, բա երբ որ ազգային ժողովում կանգնած, հայտարարություն էր անում իշխանությունը, ասում ջրամբարներ է պետք կառուցել դեռ քանի տարի առաջ։ Այդ ձեր հետ իմիջիալոց բանը Քրիստինեն Վարդանյան ասեց, որ դուք միանալու եք։
ձեր կոալիցիոն գործընկերները ինչի են ծաղրում այդ ծրագիրը ու դեմ քվեարկում։ Կամ առհասարակ քվեարկության չէին մասնակցում։ Որ դու այսօր գաս արածի վրա տես բաներ խոսես։ Կամ լուրջ դեմքի արտահայտությամբ կնստեն ու Թրիփի ուղուն եւս մի քանի բան է պետք։ Երաշխավոր է պետք։ Այդ որ Ռուսաստանում բանը Արցախում ռուսական զորքներ նստած խաղաղապահները իրենց արևին ու Ռուսաստանները անվտանգության երաշխավորը Արցախի։ Բայց ժամանակ ինչի՞ չէիր ասում, որպեսի իրական խաղաղություն լինի, անհրաժեշտ է որ մեկից ավել ուժեր լինեն, բևեռներ լինեն։ Բայց ժամանակ էլ դեր ասել, ասել մի երկիրը մենակով չի կարող ապահովել խաղաղություն, պետք է բերել այդտեղ նաև Ամերիկային, Եվրոպային, Չինաստանին եւ այլն։ Այս դեպքում Ռուսաստանն էր եւ պահանջներն ուրիշ էին, հասկացանք։ Փաստորեն դու Միջանցքին կողմ ես, Նարեկ Կարապետյան։ Այդպես է ստացվելու, հեսա որ մի քիչ խորանանք, ուղղակի ժամանակը ավարտվեց։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։